Ողջույն գյուղասերներ, հուսամ լավ եք։ Այսօր ինչ ենք անելու, խխունջ ենք հավաքում հողամասից, որպեսզի կերակրենք թռչուններին։ Դե գիտեք, խխունջները իրենք վնասատուներ են մեր հողամասի համար եւ միանգամից նաեւ երկու աշխատանք ենք անելու։ Հողամասում մեր խխունջները լիքն են, անձրևից հետո հենց արդեն հարևը դուրս է գալիս, իրանք այսպես ցանկապատերի բանի արանքներից դուրս են գալիս, լցվում են հողամաս ու սկսում են մատղաշ ծիլերը ուտել։ Դրա համար համ ասեցի հավաքեմ, հավերին կկերակրենք, համ էլ հողամասը կմաքրենք այս վնասատուներից, սրանց դեմ ինչ տեղամիջոցներ փորձես, մեկը արդյունք չկա, դրա համար ավելի լավ է ձեռքով հավաքել, նամանավանդ որ տարածքը այդքան էլ մեծ չի։ Հավաքում ենք նաև դատարկ խխունջները, այդ տեսենք, հեսա կասեմ սրանք ինչի համար են օգուտ, հավերի համար։ Այ այս ցանկապատի ամբողջ երկայնքով այսպես դատարկ խխունջներ են դրանքել ենք հավաքում, բայց կարևորը դրա հետ զուգահեռ, որ այսպես կենթանի խխունջներն էլ հավաքենք, հողամասին հենց սրանք են վնաս հասցնում։ Ցերեկը հիմնականում իրենք թաքնված են լինում, սրանք գիշերային կենսակերպ են վարում, բայց դե հիմա էլ կարելի է գտնել։ Ավելի լավ է երեկոյան հավաքի, արդեն մութն ընկած, նոր ցերեկը տայի հավերին։ Այ տեսեք ինչքան են։ Թփերի արանքում են, եթե թիթեղներ կան, այդ թիթեղների վրա են սիրում հավաքվել։ Մի հատ շրջենք հողամասում ամբողջը հավաքենք, նոր կկերակրենք։ Այս շտերի արանքում տեսեք, եկել կպել են։ Ահա, ընկավ, են դժվար էլ կարողանան գտնենք։ Այսա, այն արանքին է, չեմ կարա հանեմ, շատ խորն են։ Այս եղինջների բանի արանքում հաստատ շատ կգտնենք։ Այ նայեք, սրա մեջ չկա, բայց ես էլ եմ հավաքում։ Իրա պատյանը շատ օգտակար է հավերին։ Սա էլ արդեն կենթանի վիճակում է։ Արդեն այսքան հավաքեցի ընդամենը 2 րոպեում։ Հիմա հավաքածը մի հատ կերակրենք, ինչ ենք անում ժողովուրդ ջան, այսենց իրանց ուղակի մանրացնում ենք, հուսամ կենթանասերները արձակում չեն գործի ժողովուրդ ջան, սրանք վնասատուներ են, որ մեզ վնաս են տալիս, մենք էլ չենք կարա հանդուրժենք իրանց այդ վնասը։ Հիմա ասեմ ինչին է ինքը օգուտ, նախ իրանց այդ խեցին կալցիի լավ պաշար է, ինչպես գիտեք իմ հավերի մոտ այդ կալցիի պակաս կար, մի ժամանակ իրանք ձու էին ուտում, դե հիմա էլ չեն ուտում։ Հետո նաև մեջի այդ կենթանի զանգվածն էլ լավ կերա, վիտամիններ, սննդանյութեր,
Այսպես մանրացնում ենք, իրանք արդեն կգան կուտեն։ Մի փոքր դեռ իրանց համար նորություն է, այսքան ժամանակ առաջի անգամ եմ տալիս, բայց դուք էլ կարող եք փորձել։ Կամաց հեսա կգան կհավաքվեն։ Այք, աստիճանաբար արդեն իրանք սովորում են խխունջին, հեսա արդեն մի քանի անգամ որ կերակրեմ, լավ ուտելու են, արդեն սովորելու են։ Հիմա դեռ փորձում են, տեսնեն դուր է գալիս թե չէ։ Բայց մի կարևոր բան ասեմ, ժողովուրդ ջան, եթե խխունջով կերակրում եք, իհարկե սա կերակրում ենք շաբաթը 1-2 անգամ, բայց եթե կերակրում եք, իրանց պետքա արդեն ճիճվա թափ անեք, նաև մակաբույսների դեմ ինչ որ դեղեր տաք, ինչու, որովհետև խխունջները իրանց հետ թռչունների օրգանիզմ են տանում նաև որոշակի մակաբույսներ, իրանց վրա մակաբույսներն լինում են, որ հավերն ուտում են, փոխանցում է իրանց օրգանիզմ։ Պես 10-15 օրը մեկ կարելի է արդեն հավերին մակաբույսի դեմ ինչ որ դեղեր տալ, դա արդեն անասնաբուժական դեղատներում հարցրեք, իրանք արդեն ձեզ կասեն։ Նայեք, տեսեք, արդեն սովորում են, հեսա արդեն կանցնեն հարցակման։ Նունիկը ինչպես միշտ իր տարերքի մեջ է, նայեք, հենց մի հատ հավա տեսնում, փորձում է հարցակվել, իրան ցանկապատի մեջ ենք, վանդակի մեջ ենք գցել այսպես ընդարձակ տարածք է, բայց ինքը հավերին հանգիստ չի տալիս։ Իհարկե, եթե մոտներն են լինում, կարող է նաև հոշոտի, բայց մի երկու անգամ եղել է մտել են, ինքը ուղակի խաղում էր, թաթով խփում էր, բերանով բառնում տանում է այն կողմ, մտածում է իր համար խաղալիք ենք գցել իր դեմ։ Չի նունիկ։ Ուտիմ իսկիս, ուտիմ։ Ու իսկիս ուտիմ։ Այստեղ ժողովուրդ ջան, վերջին բադրջաններն են բերել, որպեսզի բաժակի մեջ տեղափոխեմ, սա հետո ցույց կտամ, հիմա ինչ եմ ուզում ասեմ, երեք այս մասում ծաղկանոցի հարևանությամբ սոխը տնկեցինք, խիտ եմ տնկել, որպեսզի կանաչ հավաքենք ու ուտենք, սա կանաչ վիճակում ենք ուտելու, ասեցի երեք, որ այսպես սոխ ենք ստացել սերմացու, մի կերպ տեղավորել ենք, թեև արդեն ժամանակի մեր սոխը ցանել էինք, ինքը արդեն փխրեցնելու ժամանակն է, տեսեք ոնց է ծաղկել մեր միասին տնկած ծաղիկները, այսինքն գեղեցիկ ծաղկելու են մինչև խորաշուն։ Եվ ծնեբեկներն եմ ցույց տալիս, ժողովուրդ ջան, արդեն հավաքելու է, 2 օր առաջ եմ հավաքել, տեսեք ինչ խոշորներն է դուրս գալիս, նայեք։ Հիմա հավաքենք, անցնենք առաջ, այդ տեսեք այն կողմի վրա ինչքան լավ ծնեբեկներ կան։ Արդեն այս ծնեբեկները, ժողովուրդ ջան, իրենք 4-5 տարեկան են, նոր են սկսել հաստանալը։ Միշտ բարակ են տվել, մտածում էին սորտից է, բայց փաստորեն սրանք մի քիչ ուշ են, այս բույսը ուշ է բերք տալիս։ Սկզբի մի քանի տարին ուղակի պետք է խնամել, հետո արդեն մի 15-20 տարի էլ բերք ենք ստանում։ Թփերը արդեն լավ տարածվել են, տեսեք։ Այսա ինքը մի արմատից է դուրս եկել։ Ես մանրները չեմ հավաքում, սա էլ 2 օրից կպոկեմ, ես էլ։ Սա էլ մեր ծնեբեկը, ժողովուրդ ջան, 2 օր մեկ այսքան հավաքում, ուտում ենք։ Սենց էլ է համովի միջայլոց։ Կարող ենք հենց սենց ունել ուտենք, բայց մենք եփում ենք, ջուրն էլ ենք խմում ու նաև խորոված է շատ համով լինում, կարակ այդպես էլ փորձեք, խորովում եմ ինձ գազի վրա, ուտում ենք համով։ Անցնենք առաջ։
Գյուղասերներ ջան, ամբողջ սացիներից, որ ամաններում արել էի, բոլորը տեղափոխել են բաժակների մեջ, մնում է այսքան բադրջանները, սա էլ տեղափոխենք, այդ գործը արդեն համարենք փակված, որովհետև համարյա 10-15 օր է երեկոյան ժամերին աշխատանքից հետո ես այս գործի վրա եմ։ Հողը տանում եմ հարմար տեղ ու այսպես բաժակների մեջ լցնում ու տեղափոխում բաժակների մեջ։ Հարցնում էին, ինչու հենց միանգամից սերմը բաժակների մեջ չեմ գցում, ասեմ ժողովուրդ ջան, այս առած սերմերը բոլորը չէ որ ծլունակ են էլի, հիմա պատկերացրեք ամեն բաժակի մեջ ես մի հատ սերմ եմ գցել ու այդ սերմը դուրս չի եկել։ Նույնիսկ ոնց եմ ես դա համոզվել, երբ օրինակ ստեղ ես այս թափանցիկ տարաների մեջ սերմը ցանել եմ, գրել եմ թե որ սերմից քանի հատ եմ ցանել ու հիմա արդեն դուրս եկած հաշվում եմ, տեսնում եմ որ կան սերմեր, որ շատ քիչ են դուրս եկել, կան սերմեր, որ բոլորը դուրս են եկել։ Այդպես անիմաստ կլեր ու բացի դրանից գիտեք, որ պատուհանագոգին եմ ցանում, նոր արդեն բաժակների մեջ տեղափոխում, հանում դնում այս ջերմոցի մեջ։ Ու պատկերացրեք այդքան բաժակները պատուհանագոգին հաստատ տեղ չէ լինի։ Ահա, հիմա ասես տեղափոխում ենք, որպեսզի արդեն իրանց հարմատները վերցրել են ամբողջ այս հողը ու էլ արմատները տարածելու տեղ չկա։ Հողն էլ առած հողերից է, ժողովուրդ ջան, դրա համար ինքը շատ փուխր է, այստեղի հողը, իսկ սա արդեն հողամասից եմ լցրել այս հողը, հենց քաշում ես ինքը արմատներով լավ դուրս է գալիս։ Նայեք, արդեն համխիտ է այստեղի ցանածը, ամեն լավ աճել են։ Պետք է տեղափոխենք այս բաժակների մեջ, որ հաստանա, ցողունը հաստանա, արմատներն էլ լավ տարածվեն, որ արդեն հեշտ ու հանգիստ տեղափոխենք բաց կրունտ։ Այդ տնկած բադրջանները միանգամից տեղափոխում եմ ստեղ։ Անել մի հատ նայենք ինչ վիճակում են սացիները։ Արդեն արև է, եթե ջրելու կարիք է լինում, պետք է ընթացքը բաց չթողնել, որպեսզի չթոռոմի։ Կարծես թե լավ վիճակում են։ Արդեն տեսեք ոնց են բարձրանում։ Բադրջանների նայեք, ժողովուրդ ջան, երկուսն էլ բիբարներն ու բադրջաններն էլ լավ բարձրացել են։ Խոնավ են, այսօր չենք ջրի, նոր վաղը արդեն կարիք կլինի ջրելու։ Հակենք արևը չխաշի, անցնենք մնացած բադրջաններն էլ տեղավորենք։ Այստեղ բիբարներն էինք տեղափոխել միանգամից հողի մեջ։ Հիմա տեսնենք ինչ վիճակում են։ Տեսեք, լավ բարձրացել են, այս արանքում էլ բերեմ դնեմ բադրջանների մնացածները, որոնք այսքան դեռ կա, միանգամից սենց վերցնեմ հողի մեջ դնեմ, հաթադնելու դեպքում տեղ չի անի այս մասում։ Կստացվի միանգամից դնենք հողով։ Ահագին ունեմ բաժակների մեջ դրած, ժողովուրդ ջան, ուղղակի սա չթողենք էլի, որ սենց փչանա, ճիշտ այսքանը ես հաստատ չեմ դնելու, այս դե սա ծիլա թող լինի, կտրելու դեպքում
կտրածին կփոխարինենք, լավ կլինի, ուրիշին լավություն կանենք։ Սենց հողով էլ տա կլսնենք հողը, որպեսզի շուտ չչորանա։ Թեև խոնավ է հողը, բայց թեթևակի ջուր անենք, նորից ծածկենք։ Մի քանի օր հետո արդեն բادرջաններն էլ լավ բարձրանան բիբարների նման։ Միշտ ավել ունենալը, պահեստային ունենալը չի խանգարում, ժողովուրդ ջան, փորձում եմ շատ անեմ։ Դեք բոյբոյները դրածը կտրում են, հետո կարիք է լինում դրանք փոխարինելու, նոր տնկելու։ Ինչ էլ որ մնում է, բաժանում եմ, էլի շատ մարդիկ կան, որ չմնուն։ Կարտոշկեքը փխրեցնելու ժամանակն է, տեսնում եք մի քանի օրում հենց արև արեց, անգամից բարձրացան։ Հիմա պետք է աստիճանաբար այսպես փխրեցնենք, որպեսզի մոլախոտը չբարձրանա։ Միշտ զարմանում եմ ժողովուրդ ջան մարդկանց վրա, ովքեր կարտոֆիլի հետ նաև դեղ են ցանում մոլախոտի դեմ, որպեսզի մոլախոտ չլինի կարտոֆիլի առուներում։ Բայց դե ես դա չեմ ընդունում, ինչու, որովհետև պետք է հնարավորինս քիչ քիմիա օգտագործել, իսկ մոլախոտը նայեք, արդեն լավ ծլել են, այս խոտերը արանքից ծլել են։ Հենց մի երկու անգամ փխրեցնելու ենք ու մոլախոտ չի լինելու, հենց կարտոֆիլն էլ բարձրացավ, արդեն արև չընկավ հողի վրա, մոլախոտը չի ծլի։ Հեշտ գործ է, արդեն սա այդքան չենք չարչարվում, հողը լավ փուխր է, արագ լինում է գործը։ Արև ժամանակ ենք հանում, որպեսզի խոտերը ընկնեն։